ամիսներին արդեն հետևնյանը ինչպես է պատկերացնում նախագծի մշակում շրջանառությունների գործընթացի եւ ընդհանրապես ինչ իրավական նշանակություն կարող ունենալ եւ հատկապես այն համատեքստում, որ խորհրդականները հայտնում են, որ այս բանը անցկացում հայտնելու միջոցառումների անցկացումների օրակարգ չկա եւ ինչ է կարծում այս նախաձեռնությունը սկզբան դատապարտված չէ եւ այն չի դառնա ընդդիմադիր շրջանակների համար ոնց հերթական հիասթափության հիասթափությունների օգտագործումը։ Նայեք, ես չեմ կարծում, որ քաղաքական նման երևույթներին պետք է այդքան պարզունակ մոտենալ, իմպիչմենտը փորձելով մեկնաբանել, այ վաղը իմպիչմենտ տեղի կունենա, թե ոչ։ Հարցը բարձրացրել են ոչ այդքան պրիմիտիվ մարդիկ ազգային ժողովում։ Երկու հոգիներ, որոնք եղել են նախաձեռնող, իմ կարծիքով միշտ մեզ զարմացրել են իրենց մտքի ճկունությամբ, հետաքրքիր շարժառիթներով եւ Եթե չնայած երևի հրապարակային չարժի դրա մասին ասենք, բայց երևի այնուամենայնիվ ասեմ, քանի հարցը հնչեց, իմ կարծիքով, քանի որ իմպիչմենտը ենթադրում է նաև վարչապետի միասնական թեկնածուի հարցի վերաբերյալ ընդհանուր մոտեցման ձևավորում, ինձ թվում է այս նախաձեռնության նպատակը այն է, որ ընդդիմությունը մեկ անգամ ևս փորձի միավորի իր ջանքերը եւ այս պահին քննարկի այդքան կարևոր հարց, ով կարող է լինել վարչապետի միասնական թեկնածու։ Այլ նպատակ այս պահին դա չի հետապնդում։ Իմ կարծիքով։ Ես կարծում եմ process-ը ինքնին անխուսափելի է։ Այս ոչ թե հիասթափություն, այլ process, եթե նպատակը սկսում ենք հասկանալ, ապա հիասթափության մասին խոսք լինել ուղղակի չի կարող։ Խնդրեմ։ Անվստահություն հայտնելու գործընթացը շատ ողջամիտ գործընթաց է եւ կարող է հաջողությամբ պսակվել, եթե լինի հանրային շատ մեծ ճնշում եւ այդ թվում այդ դեպքում եւ ՔՊ-ի անդամ պատգամավորները եւս կմիանան։ Կարող եք չկասկածել դրան։ Որ պարագայում կարող է լինել հանրային ճնշում։ Այն ունի մի շարք նախադրյալներ եւ նախադրյալներից մեկը նաեւ միասնական թեկնածուն է վարչապետի։ Ես կարծում եմ այդ քայլերը ինչ որ մի պահ պետք է սկսվեն եւ դառնան ավելի արդյունավետ։ Համեցեք։ Կան դեպքեր, երբ ինչ որ մի քայլ ձեռնարկելը կարելի է համարել, որտեղ օրենքը կարելի է այսպես կամ այնպես մեկնաբանել։ Կան դեպքեր, երբ այն աստիճան ակնհայտ է օրենքի մեկնաբանությունը, որ այս ձևով կամ այն ձևով մեկնաբանելը հանգեցնում է փաստացի հանցավոր գործունեության։ Հույս ունեմ, որ դատախազությունը չի գնա այդ ճանապարհով, բացառում եմ, ոչ չեմ բացառում։ Այդ դեպքում պայքարը կշարունակվի եւ կարող եք չկասկածել արդյունքում։ Խնդրեմ։ Ոչ, ես չեմ համարում, ուղղակի այլ եղանակ չկար։ Այսինքն համանդրական դատարանը չէր կարող գնալ եւ ասել, երբ որ մածունը սև է։ Սա շատ ակնհայտ է։ Այլ բան է, որ նա բազմաթիվ այլ հարցադրումներին չանդրադարձավ, բայց ակնհայտ հարցադրումներին, որոնք ուղղակի մեխել է մարդու իրավունքների եվրոպական դատարանը Տոդորովի գործով, չէր կարող չանդրադառնալ։ Վերջին հարցը, չէ՞։ Նախավերջ, շատ։ Կամ որն նվազեցնի շրջանակը, հայցի արկայի շրջանակը, դա ինչպես կանդրադառնա առհասարակ,
կարող է ինչ կարող հանգեցնել թե միևնույն թե առհասարակ արդյոք դա ներկայացի տակ չի անի ապօրինի դեպքի քննադատման սիտուացիան օրինականություն Իհարկե, ինչի կհանգեցնի միևնույն կարծում եմ ակնհայտ է բոլորին, այդ թվում դատախազությանը, կարծում եմ դա ակնհայտ է նաև դատարաններին, ես հույս ունեմ, որ դատարանները այնուամենայնիվ կկարողանան իրենց բարձունքի վրա գտնվել եւ տարական բաները ճիշտ մեկնաբանել, տեսնելով որ այսպես թե այնպես ինչ որ մի պահ ճշմարտությունը միևնույնն է հաղթում։ Հույս ունեմ, կարող է դա շատ ժամանակ խլել, կարող է։ Համեցեք։ Ես չեմ կարող ինձ նկատի ունի Տիկին Գալյանը, ես դա չեմ բացառում, ես ունեմ իմ դիրքորոշումը, ավելին շատ շուտով գրավոր կներկայացնեմ այն իմ դիրքորոշումը։ Արդեն նշեցի, Տիկին Գալյանը մեկ անգամ արդեն ապացուցել է, թե իր ղեկավարած կառույցը ինչպես է կարողանում մեկնաբանել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, ինչ աստիճան աղավաղումներ։ Հարկացնող այդ հարցում սահմանադրական դատարանը վերջակետ դրեց։ Եթե շարունակեն նույն ձևով, ինչ որ մի պահի մենք կհասնենք վերջակետին։ Վերջակետին կարող ենք հասնել Հայաստանի Հանրապետության դատական համակարգում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում կամ մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Բայց որ վերջակետի մի օր կհասնենք, ես կարծում եմ այո։ Իսկ այստեղ այն պայքարը չի, թե ով առաջինը կասի, որ մյուսները հիմա սկսելու են մանիպուլացնել։ Դրա մասին չեմ ասում։ Ես արդեն նշեցի, որ բանն այն է, որ սահմանադրական դատարանի որոշումը այնքան պարզ է գրված եզրափակիչի մասը, որ կարելի է բացել դա, բացել ապօրինի ծագում ունեցող գույքի օրենքը, կարդալ եւ ձեզ վստահեցնում եմ, խորը իրավական գիտելիքներ չի պահանջում այն ճիշտ մեկնաբանելու համար։ Շնորհակալություն։